Վանաձորի քաղաքապետ հանրապետական Մամիկոն Ասլանյանն այսօր ամփոփեց պաշտոնավարման 100 օրը։ Ասլանյանը հատուկ ընդգծեց պաշտոնը ստանձնել էր տարեվերջին, այդ իսկ պատճառով լուրջ հաջողություններ արձանագրել հնարավոր չէր։ Գլոբալ առումով նույնիսկ օրենսդրորեն հաջողություններ արձանագրել չէր կարելի, որովհետև նախ բյուջեի երճեի պլանավորեց, երկրորդը տնտեսական քաղաքականությունը, որը վարվում էր քաղաքում, նույնպես երճեի պլանավորել ու ղեկավարում։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններից հետո ավագանու միակ կայացած նիստը հոկտեմբերի 10-ին է եղել, որի ընթացքում փակ քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ է ընտրվել Մամիկոն Ասլանյանը։ Դիմընտրություններին մասնակցած Լուսավոր Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը եւ Հայկական վերածնունդը հուշագիր էին ստորագրել, պարտավորվելով քաղաքապետի ընտրության ժամանակ պաշտպանել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։ Ու թեև ենթադրվում էր, որ Վանաձորի ավագանու 33 անդամներից 18-ը քվեարկելու են Մարուքյանի օգտին, վերջինս ստացավ ընդամենը 14 ձայն։ Դրանից հետո ավագանու ընդդիմադիր ուժերը հայտարարեցին նիստերը բոյկոտելու մասին։ Ասլանյանի խոսքով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ընդդիմադիրները նախ եւ առաջ պետք է ներկայանան նիստերին։ Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու ավագանու ընդդիմադիր 4 անդամները, ովքեր փակ գաղտնի քվեարկության ժամանակ ձայն են տվել իշխանության ներկայացուցչին, չեն ներկայանում նիստերին, Ասլանյանն ասաց, թե տեղյակ չէ ովքեր են իր օգտին քվեարկողները։ Դե հետ հարցում եք ավականու 18 անդամներին, որովհետև 4-ի անունները ես չունեմ, դուք գուցե ունեք։ Կամ գուցե բացահայտելը ավելի ցավոտ լինի այն մարդկանց համար, ովքեր ուզում են բացահայտել։ Ես տեղյակ չեմ այդ 4 հոգու սպառիչ անվանացանկից։ Փակ գաղտնի քվեարկությունները նախատեսել են նրա համար, որ մարդը ընտրությունը կատարելիս չառաջնորդվի ոչ կուսակցական, ոչ այլ չափանիշներով, այլ գործի, օրենքի եւ իր խղճին համապատասխան։ Պատասխանելով Ազատության հարցին, արդյոք վարչապետի հետ քննարկել է Վանաձորում ստեղծված վիճակը, ավագանիների բոյկոտը եւ ավագանին լուծարելու առաջարկով վարչապետին ուղղված նրանց դիմումը, Ասլանյանը բացասական պատասխան տվեց։ Վարչապետի հետ նման հարց չեն քննարկել, մանավանդ որ վարչապետն էլ իրավաբան չէ եւ հարցը գտնում է իրավաբանների տիրույթում, ժամկետների մեջ կարծում եմ իրավաբանները պատասխան կգտնեն համապատասխան։ Վարչապետի հետ մենք քննարկել ենք ավելի կարևոր հարցեր կապված քաղաքի ապագայի հետ, կապված քաղաքի զարգացման հեռանկարների հետ, կապված Վանաձոր քաղաքում ներդրումային մեծ ծրագրերի հետ, որը կարծում եմ շատ ավելի լայն ու առարկայական հարց է